Բնապահպանական պետական տեսչությունը թույլ տված խախտումների համար տուգանել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին։ Տուգանքի հստակ չափը հայտնի կդառնա մի քանի օրից, սակայն Ազատությանը տված հարցազրույցում կոմբինատի գլխավոր տնօրեն Մարտին Հակոբյանն ասաց, որ այն կարող է հասնել տասնյակ միլիոնների։ Տնօրենն ընդունում է, որ կոմբինատը խախտումներ է թույլ տվել։ Ես չեմ ասում, մենք այդքան ուժ չունենք, այդքան հնարավորություն չունենք, որ այդ խոհոսները լրիվ ռեկուլտիվացիա անենք, չգիտեմ, ինչեր անենք, մենք կարող ենք տուգանքը տալ, դա այն վնաս չի, որ ասեն ժողովուրդ։ Բան չենք անում, հենց նիպացենք։ Փաստորեն կոմբինատը կվճարի այդ տուգանքն ու կշարունակի պղնձի հանքաքար ստանալ խախտումներով, քանի դեռ բավարար միջոցներ չունի դրանք վերացնելու համար։ Այժմ պարզապես շահագործում են կոմբինատը 700 մարդկանց աշխատատեղով ապահովելու համար, ասում է Մարտին Հակոբյանը։ Ինչպիսի բան լեռնագործել դերեցի է, որ նայի ուսումնասիրի, տասի որ սա բանի պետք չի, բայց քանի որ մենք հին լեռնագործներ ենք, ես չելի կաջարանով դասիրակված, մենք ինչ-որ բան ուզում ենք անենք։ Իսկ բնապահպանները մտադիր չեն հանդուրժելու այդ խախտումները։ Պոչամբարների տարածքներ այցելելուց հետո Ախթալայի եւ շրջակա համայնքների խնդիրներով մտահոգված մի խումբ բնապահպաններ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում, պահանջելով միջոցներ ձեռնարկել ինչպես Ախթալայում, այնպես էլ հարևան գյուղերում հնարավոր բնապահպանական աղետը կանխելու համար։ Մաքսիմ ստոպ։ Մաքսիմ ստոպ։ Մաքսիմ ստոպ։ Բնապահպան Սիլվա Ադամյանը Լոռու մարզում իրար դնագրած բնապահպանական խախտումներն անթույլատրելի է համարում։ Որ Լոռու մարզը ահավոր վիճակում է եւ պետքա սոս կանչել, այդ միանշանակ է։ Բնապահպան Բաբկեն Հարությունյանն էլ մատնանշում է, որ 2008 թվականից ի վեր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում գրեթե 4 անգամ ավելացել են արտադրության ծավալները, մինչդեռ շրջակա միջավայրի պահպանության համար միջոցներ չեն հատկացվել։ Խոպանի քաղաքականությունը, չի կարելի այսպես կիրառել սեփական երկրում։ Մենք հասկանում ենք, որ պետք է երկիրը բյուջե ունենա, պետք է երկրի բյուջեն լցվի, որ կոմբինատի գործունեությունը ապահովում է որոշակի աշխատատեղեր, մենք դա հասկանում ենք։ Բայց մենք նաև հասկանում ենք, երբ որ տնտեսական գործունեություն են իրականացնում, պարտավոր են պահել որոշակի խիստ կարևոր նորմեր, որի մասին ուղղակի կոմբինատի տնօրինությունը չի մտածում։ Սեփական համայնքում, սեփական երկրում ապագա կառուցելու փոխարեն մարդիկ տեսնում են դանդաղ մահ։ Այսօր բնապահպանները բացնամակ հանձնեցին նախարարությանը եւ երթով շարժվեցին դեպի Ախթալայի կոմբինատի երևանյան գրասենյակ։ Այստեղ եւս կոչ արեցին վերանայել հանքարդյունաբերական քաղաքականությունն ու հոգալ շրջակա միջավայրի մասին։ Պոչամբարի նման վիճակով ուրեմն շահագործումը հղի է պայթունավտանգ իրավիճակով։ Նման տեմպով եթե շարունակեն Պոչամբարը շահագործել, մոտ ապագայում մենք կլսենք ցավալիորեն եմ ասում մեծ աղետների մասին։